Գրիր և խոսիր հայերեն։ Բութ կետադրական նշանի կիրառումը։ Բութը դրվում է նախադասության որևէ անդամի վրա հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ այն վերջինիս լրացումը չէ։ Օրինակ, Մեսրոպ Մաշտոցի Օշականում գտնվող շիրիմը ուխտատեղի է դարձել հայերիս համար։ Բութը կիրառվում է ըստ, նայած, չնայած, չհաշված, հակառակ, հանդերձ, փոխանակ կապերով հիմունքի և զիջման առաջադաս և վերջադաս պարագաները տրոհելու դեպքում։ Օրինակ, ըստ վերջին տվյալների, մեր երկրում զբոսաշրջիկների թիվը օրեցօր ավելանում է։ Երեխաները գնացին զբոսնելու, չնայած անձրևին։ Բութը դրվում է թվարկման դեպքում գործածվող նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ և նման բառերի վրա։ Օրինակ, հաջողության հասնելու համար պետք է ունենաս նախ հստակ ծրագիր, ապա գործողությունների ճշգրիտ հաշվարկ։ Գրիր և խոսիր հայերեն։